Հիմա գտնվում եմ Աջափնյակ վարչական շրջանում, սա համար 42 մանկապարտեզն է, իր տարածքով մեծ, գիգանտ մեծ տարածք, մի հրաշք տեղ, որտեղ որ իմ գնահատմամբ առնվազն 400-500 երեխաներ կարող են այցելել։ Ինչքան ժամանակ է փակել են այս մանկապարտեզը։ Աջափնյակ վարչական շրջանի բնակչությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել, քանի որ իրար շատ մոտ գտնվող երկու մանկապարտեզներ միևնույն ժամանակ փակվել են։ Եվ այս մանկապարտեզն է, ես կտեղադրեմ, որ դուք տեսնեք, քաղաքապետարանի կայք էջում փակցված է, որ աշխատանքները սկսվել է 24 թվականի ապրիլի 1-ից, հարգելի համաքաղաքացիներ, եւ պետք է ավարտվի 29 թվականին։ Այս էլ է շատ ծիծաղալու, էլի, այսինքն մի մանկապարտեզի վերանորոգումը մեկի պարագայում այս մարդկանցից 6-ից 7 տարի էր պահանջում, այս մանկապարտեզի պարագայում 5 տարի։ Տիգրան Ավինյան նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ մեծ խոսում էր, մեծ խոստումներ էր տալիս, որ 5 տարում չէ, սիրելի երևանցիներ, Սովետաշենի քո քարոզարշավի առաջի օրը 25 թվականի վերջում բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն։ Երևան քաղաքում 2025 թվականի ավարտին չպետք է մնա մանկապարտեզ, որը բարեկարգված չէ։ Սենց փագելով եք վերանորոգում, այս մանկապարտեզի տեղը մոռանալով եք վերանորոգում։ Գեդինը մտնելիք է այսի առնվազն։ Բայց դե ժողովուրդն ինչ անեն, որտե են իրենց երեխեքին տանելու մանկապարտեզ։ Լրիվ իմ ցոգոլ գողանալը հիշեցի։ Մանկապարտեզի բակը նորմալ վիճակում է, այսինքն շատ քիչ միջոցներով դրամական կարելի էր մանկապարտեզը խելքը գլուխը բերել։ Օթորակիչներից երևում է, որ ոչ վաղ անցյալում մանկապարտեզը գործել է։ Հիմա ինչի է վերածվել մանկապարտեզը։ Մանկապարտեզը վերածվել է աղբանոցի, բառիս ուղիղ իմաստով աղբանոցի։ Երբ որ մենք պատուհանները տեսնում ենք, նայում ենք, տեսնում ենք, որ եվրանորոգված պատուհաններ են եւ մանկապարտեզը դեռ ծառայ էր կամ առնվազն շատ շուտ կարող են այս մանկապարտեզը վերանորոգել։ Սակայն տիպիկ ՔՊ-ի դիմապատկերն ենք տեսնում այս մանկապարտեզի բակում։ Պետք է արձանագրեմ, որ մանկապարտեզի կտուրները նոր վերանորոգված են, ջրահեռացման համակարգերն էլ առերևույթ նոր տեղադրված են։ Հարգելի համաքաղաքացիներ, այստեղ եւս մեկ ուրիշ պրոբլեմատիկ խնդիր կա, որ ձեր կողմից վճարված հարկերով քաղաքային իշխանությունը իր ապիկար կառավարման արդյունքում, որ մանկապարտեզը փակել է, պարտավոր է նաեւ հարկադիր պարապուրտի գումարը վճարել մանկապարտեզի եւ տնօրենին եւ աշխատակազմին, հասկանում եք, եւ այն պարագայում, երբ որ դուք մի մանկապարտեզը փակում եք վերանորոգման 4 5, նույնիսկ մանկապարտեզ կա 6-7 տարով, դա աբսուրդի ժանրից է։ 0-ից կարելի է մանկապարտեզ կառուցել առնվազն մաքսիմում 2 տարով։ Համաքաղաքացիներն ասում էին, որ մեկ որոշել են ստեղ սոցիալ-ծառայություն բերեն աշխատի, դրանից հետո որոշել են դատախազությանը բերեն, որ մարդկանց գլխին գործ սարքի, բայց վերջում էլ ասել են էլիտար շենք պետք է սարքեն, դրա համար sense անտեր վիճակին են։ Այս ճակատագիրը ինչ է։ 24 թվից գրել եմ, որ ռեմոնտ են անում։ Հիմա եկել եմ հասեմ ընկեր 24 թվից որ դուք գրել եք։ Ուր է դրա ռեմոնտը։ Ուր է։ Գրել են 29-ն է պետք է պրծնի։ Ուզում հասկանամ ինչ վիճակ է, ընդհանրապես вообще գործարել են չեն։ Вообще շարժ չկա։ Չկա, չէ։ Ոչ մի բան։ Գեդինը մտնեն ավելի լավ է։